Առաքելական հայրերի գլուխը եւ եկեղեցու աստվածաբան վարդապետների դասապետը Պողոս Առաքյալի աշակերտ մեծն Դիոնիսիոսը կոչվում է Արիսպագացի կամ Արիոպագացի, քանի որ մեկն էր աթենացի դատավորներից, որոնք նստում էին Աթենքից դուրս գտնվող աստվածների մեհյանում։ Այնտեղ էր գտնվում պատերազմիչ աստված Արեսի հոյակետ տաճարն ու բագինը, որից էլ այդտեղ Նատիկյան բարբառով անվանվում էր Արիոս Բաղոս, այսինքն Արեսի գյուղ կամ բլուր։ Այնտեղ էր նստում աթենացիների գլխավոր դատավորը։ Դատավորներն ընտրվում էին քաղաքի մեծամեծներից իբրև առավել առաքինի եւ իմաստուն, իսկ Աթենքը ճանաչվում էր որպես իմաստասիրության քաղաք եւ մայր իմաստության։ Եվ որովհետև Արիսպագացի էին անվանում այս դատավորներին, հատկապես նրանց գլխավորին, ուրեմն Դիոնիսիոսը կամ գլխավոր դատավորներից մեկն էր եւ կամ այն դատավորների գլուխը։ Արդ, ինչպես Սուրբ Ղուկասն է պատմում Գործք առաքելոցում, երբ Պողոսը Սուրբ Հոգով լցված քարոզում էր Աթենքում եւ Արիսպագոսում, նրան լսողներից ոմանք հավատացին, որոնց մեջ էին նաեւ Դիոնիսիոս Արիսպագացին եւ Դամարիս անունով մի կին, ըստ Հովհան Ոսկեբերանին նա Դիոնիսիոսի կինն է։ Նրանց հետ նաեւ ուրիշներ, այսինքն նրանց ընտանիքն ու ծառաները։ Արդ Դիոնիսյան ճառանտիրները գրում են, թե Դիոնիսիոս Արիսպագացին որդին էր աթենացիների գլխավորի, փառավոր Սոկրատի։ Նա դեռևս մոր որովայնից ծնողների կողմից նվիրվել էր զոհաբերվելու Արամաս դիցահորը։ Եվ երբ նրա 7 տարին լրացավ, ծնողները նրան բերեցին գլխավոր Չաստծո տաճար, որպեսզի նրան զոհաբերելով կատարեն իրենց ուխտը։ Իսկ Արամազդի քուրմերը, երբ տեսան մանկան վայելուչ գեղեցկությունը, խղճացին նրան եւ ասացին նրա ծնողներին. «Ձեզ համար ավելի լավ եւ դիցերին էլ առավել հաճելի կլինի, եթե մանուկը դառնա նրանց պաշտոնյան եւ ոչ թե զոհը։ Ուրեմն նրանք կենթանի թողնենք, թող պաշտի աստվածներին իր ամբողջ կյանքի ընթացքում»։ Նրա ծնողներն ուրախացան եւ նրան թողեցին կուռքերի տաճարում։ Իսկ քուրմերը շտապեցին նրան կրթել եւ քնքշանքներով էին վերաբերվում նրան, նրա ծնողների մեծանուն եւ պատվական լինելու պատճառով։ Որոշ ժամանակ անց սկսվեցին գլխավոր Չաստված Արամազդի տոները, եւ Արիսպագոսի գլխավորն իր գնդի հետ միասին եկավ տաճար։ Երբ նա այնտեղ տեսավ Դիոնիսիոսին, հարցրեց. «Ո՞վ ես եւ որտեղից ես, մանուկ»։ Երբ լսեց նրա հորանունն ու նրա դիցերի ծառայությանը նվիրված լինելը, ուրախացավ եւ հրամայեց քրմերին եւ իմաստասերներին առավել խնամքով հասցնել նրան կատարյալ իմաստության։ Այնժամ նրան վերցրեց իմաստասերների գլխավորը, Դիոկրատեսը, որն հետո հավատաց Քրիստոսին եւ կոչվեց Հռետեոս, եւ սրտի հոժարությամբ նրան ուսուցանեց բոլոր գիտությունները, մինչեւ պատանին հասավ արփունքի տարիքի եւ հմուտ եղավ աստղագիտության, միաժամանակ նաեւ փիլիսոփայության մեջ։ Երբ կատարյալ տարիքի հասավ, բոլորի հավանությամբ ընտրվեց նստելու դատավորների հետ, դատելու եւ հրաման տալու։ Այն օրերին նորոգվեց Արիսպակոսի ատյանը, եւ երբ բազմությունը հավաքվեց, գլխավոր դատավորը Աթենքի ավակներին, իմաստուններին ու քուրմերին իբրև անծանոթ Աստծու բագինի հրաման ծանուցեց, թե ելեք եւ ամբողջ ժողովրդին հայտնեք, ինչ որ հրամայում է ձեզ տիեզերքի իշխանն ու ամենակալը, որն իշխանություն ունի այս աշխարհի իշխանությունների վրա, եւ ասում է. «Ընտրեցեք ինձ համար դատավորներ, որոնք արդար դատ կանեն, եւ նրանց առաջնորդը թող լինի Սոկրատի որդին, Դիոնիսիոսը, որը թող լինի քահանաների մխիթարիչ եւ նրանցից այլևս ոչինչ չպակասի»։ Երբ աթենացիներն այս լսեցին, շատ ուրախացան եւ արեցին այնպես, ինչպես հրամայվել էր իրենց։ Ոչ շատ ժամանակ անց սկսվեցին հեթանոսական մեծ տոները քուրմերի մեծապայծառ քաղաքում, Եգիպտոսի Հելիոպոլսում, որ Արեգ Բալբեկ քաղաքն է, որտեղ գտնվում էր կուռքերի նշանավոր 3 քարյան մեհյանը։ Այնտեղ տոնի համար բոլոր կողմերից մեծ բազմություն էր հավաքվել։ Երբ այնտեղ կուտակված ամբոխի մեջ քուրմերից մեկը հենվեց Սերապիս կուռքին, կուռքն ընկավ եւ փշրվեց նրա ուլը։ Քաղաքում մեծ շփոթություն եղավ, այդ պատճառով բազում չարիքներ գործվեցին եւ շատերը կորստյան մատնվեցին։ Տեղի գլխավորները խորհում էին սպանել այն քրմին, իբրև չարագործի եւ աստվածասպանի, որովհետեւ վախենում էին, որ աստվածները պատուհաս կբերեն իրենց վրա։ Բայց որպեսզի անխորհրդաբար չգործեն եւ ավելի մեծ չարիք առաջ չբերեն, նրան բանտ դրեցին։ Աթենացիների գլխավոր քրմերին գրեցին եւ պատմեցին կատարվածը, որ թերևս նրանք լավագույն խորհուրդ տան։ Այնժամ քրմապետը զոհաբերություններով դիմելով դևերի իշխանին պատգամեց
Դիոնիսիոսը թող ուղարկվի Արեգ քաղաք դատաստան անելու եւ շփոթից ելք գտնելու։ Եվ Դիոնիսիոսը ճանապարհ ընկավ, իր հետ տանելով իր ուշի մաշակերտին Ասկլեպիոսին, այլ իմաստունների հետ միասին։ Երբ Արեգ քաղաքի ժողովրդին ասացին Արիսպագոսի մեծանուն դատավոր Դիոնիսիոսի գալստյան մասին, ամբողջ քաղաքը զարդարեցին եւ բոլորը ելան նրան դիմավորելու։ Մեծ էր նրան տեսնելու եւ նրա դատաստանը լսելու համար հավաքված բազմությունը։ Երբ Դիոնիսիոսը նստեց, իշխաններից կամ քրմերից ոչ ոքի չհրամայեց նստել։ Նրանք բոլորը ժողովրդի բազմության հետ միասին կանգնած էին, լսելու նրա խոսքերը, թե ինչպես պիտի դատի իրենց Աստծուն սպանած քրմին։ Օրն ուրբաթ էր, մոտ 6-րդ ժամը, եւ Արեգակը միջօրեի ժամին էր հասել։ Այն ժամ զարմանալի բան կատարվեց։ Երկիրը մեծ զորությամբ շարժվեց։ Կուռքերն ընկան եւ փշրվեցին։ Արեգակը խավարեց, լուսինը մթնեց, աստղերն աներևութացան, թանձր խավարն ու մեկը պատեց մարդկանց շուրջը։ Մինչև իսկ նրանցից ոչ ոք չկարողացավ տեսնել իր ընկերոջը։ Եվ բոլորը միապես ընկան իրենց երեսների վրա, լեռները սարսում էին, քարերը պատռվում, բարձր տաճարներն ընկնում։ Դառն լացի ու կոցի ձայնը լսելի էր բոլորին։ Խավարը տևեց մինչև 9-րդ ժամը։ Ապա դարձյալ լույսը պայծառացավ եւ մարդիկ միմյանց նայելով տեսնում էին, որ մեռելների գույն ունեին։ Այն ժամ քաղաքի քրմերն ու իշխանները ընկան Դիոնիսիոսի առջև եւ նրանից իբրև մեծ իմաստունից խնդրեցին ասել իրենց այդ ահավոր իրադարձության պատճառը։ Իսկ Դիոնիսիոսն իր աշակերտի հետ կատարելով աստղաբաշխական քննություններ, ստուգեց լուսատուների դիրքերը տարվա թվականի եւ օրվա հետ, հետազոտեց ժամանակների շրջանը երկնքի եւ երկրի վրա եւ գտավ, թե այդ տարում որևէ տեղում խավարում չպիտի լիներ։ Երբ հասու եղավ, թե եղածը բնական չէր, մեծ սարսափը պատեց նրան եւ զարմանքով լցվեց։ Այն ժամանակ նրա հետ Արեգ քաղաքում էր իր Ապողոփանես իմաստասեր անունով ընկերը։ Ապողոփանեսն ասաց. այս ամենն ով բարի Դիոնիսիոս, աստվածային հատուցումներ են, որ կամ բնական կարգավորության գործ է, կամ մարդկանց մեղքերի համար պատիժ։ Իսկ Դիոնիսիոսը վարանումներից ապշության մեջ էր ընկել։ Նրան թվում էր սքանչելի տեսիլք է տեսնում, եւ օդից նրան ազդ եղավ։ Մինչև որ ասես քնից վեր թռչելով տարածեց իր ձեռքերը, բազմության առջև պատառոտեց իր հագուստները եւ քրմերի ու իշխանների հարցերին պատասխանեց։ Իմացեք, որ այսօր երկրի վրա մեծ ու ահավոր գործ եղավ։ Քանի որ մի երկրում երկնքից երկիր իջած, մարդկորեն սուրբ մարմին հագած այն ծածկված եւ անծանոթ Աստծուն, ահա այսօր չար մարդիկ բռնեցին եւ փայտից կախեցին, եւ կանգնած նրա առջև անգիտությամբ անարգում են նրան։ Այս ահավոր երկրաշարժը եւ խավարը նրա երկյուղից եղավ երկրի վրա։ Դիոնիսիոսը նույն պահին թուղթ բերել տվեց եւ գրեց, որ այդ օրը ուրբաթ էր, նշեց այդ օրվա ժամը, ամիսն ու տարին, եւ թե լուսինը քանի օրեկան էր։ Ապա հեշտությամբ հանդարտեցրեց խռովված քաղաքացիներին այդ դեպքերը ներկայացնելով որպես այդ ժամանակվա տիեզերքում տեղի ունեցած մեծ իրադարձության ստվերանման գուշակություն։ Վերադարձավ իր քաղաքը Աթենք։ Նա պահեց իր գրվածը, ասելով. «Իմ վախճանից հետո թերևս մեկը հետաքրքրվի, թող իմանա, թե ինչ է եղել, քանզի աթենացիներն էլ, որոնք նույն օրը տեսան տիեզերական խավարումը, ոչինչ չկարողացան ստուգել»։ 12 տարի անց Աթենք եկավ Պողոսը, մեր Տեր Հիսուս Քրիստոսի առաքյալը, եւ տեսնելով, որ ամբողջ քաղաքն ու նրա շրջակայքը լի են կուռքերով, սկսեց նրանց քարոզել հեռու մնալ սնոտի պաշտամունքներից ու հավատալ ճշմարիտ Աստծուն եւ նրա որդուն Հիսուս Քրիստոսին։ Երբ առաքյալը քարոզում էր, շատ աթենացիներ ծաղրում էին նրան, մինչև որ խոսքը հասավ Դիոնիսիոս Արիսպագացուն, նրա սիրտը զարթնեց։ Ահա այժմ լուծվում են իմ տարակույսները, մտածեց նա։ Հաջորդ օրը արևը դուրս գալուն պես նա հրամայեց բոլորին հավաքվել Արիսպագոսում։ Երբ քաղաքի բազմությունը հավաքվեց այնտեղ, Դիոնիսիոսն էլ եկավ, մեծ պատվով նստեց իր աթոռին եւ քրմերին ու իմաստուններին հրամայեց նստել։ Ապա կանչել տվեց Պողոս առաքյալին եւ հրամայեց նրան խոսել իր քարոզության խոսքերը ի լուր բոլորի։ Աստվածազգյաց անձը, ընտիր անոթը, Սուրբ Հոգու բնակարանը կանգնելով ատյանում սկսեց ավետարանել կենաց խոսքը եւ աթենացիներին ջերմեռանդ հավատասերներ անվանելով բոլորի համար հետաքրքիր դարձրեց իր խոսքը, սակայն երբ ասաց, որ նրանց պաշտածները դեպի կորուստ են առաջնորդում մարդկանց, բոլորը լցվեցին մեծ սրտմտությամբ եւ եթե չերկյուղեին Դիոնիսիոսից,
Նույն պահին կքարկոծեին նրան և կսպանեին։ Պողոսը շարունակեց. Ես շրջեցի և տեսա ձեր պաշտամունքները, նաև գտա մի բագին, որի վրա գրված էր անծանոթ Աստծուն, ում դուք առանց ճանաչելու պաշտում եք։ Ես նույնն եմ քարոզում ձեզ, որի մասին ձեր իմաստուններն ասացին, թե նրա սերունդներն եք։ Նրան եմ քարոզում և ավետարանում ձեզ։ Եվ սկսեց պատմել մեր Տիրոջ սքանչելիքների մասին, նրա չարչարանքների, խաչելության, այն ժամին լուսատուների խավարման և երկրի շարժվելու մասին։ Երբ Դիոնիսիոսը Պողոսից լսեց օրն ու ժամը, երբ եղավ այն ահավոր սքանչելիքը, իր աշակերտ Ասխիփոսին ուղարկեց բերելու այն թուղթը, որը գրել էր Արեգ քաղաքում պատահած ահավոր դեպքերի մասին, և նրան հրամայեց բարձրաձայն կարդալ այն, որպեսզի բոլորը լսեն։ Այն ժամ հայտնի դարձավ, որ նույն այդ գրվածքների մասին է խոսում Պողոսը, և հայտնում, որ Արարչի կամավոր խաչելության պատճառով կատարվեցին ավագ ուրբաթի այդ իրադարձությունները։ Եվ նույն պահին ես հավատացի կենդանի Աստծո որդուն, որովհետև նա է անծանոթ Աստվածը, անսկիզբը և անհասանելին, ասում է Դիոնիսիոսը, և հրամայեցի Պողոս առաքյալին պատրաստելու մկրտության պարագաները։ Եվ երբ այդ արեց, նույն պահին մկրտեց ինձ և կնոջս, Դամարիսին, որն անվանվեց Մարիամ, և այլ աթենացի կանանց և տղամարդկանց։ Իսկ ես և կինս Մարիամը այն ժամից հետևեցինք երանելի Պողոս առաքյալին և չբաժանվեցինք նրանից մինչև այն օրը, երբ նա դուրս եկավ մեր երկրից։ Եվ նա իր ձեռքով ինձ օծեց Աթենքի եպիսկոպոս։ Արդ իմ սիրելի եղբայրներ, ոչ թե մարդիկ ինձ հանեցին և հեռացրին դիցերի պաշտամունքից, այլ Աստծո իմաստությունը։ Ահա այս է Սուրբ Դիոնիսիոսի մասին ինքնապատում ավանդությունը։ Եկեղեցական պատմության մի անանուն մատենագիր գրում է Դիոնիսիոսի և նրա հետ եղողների դարձի ժամանակ եղած սքանչելիքի մասին, որը կրկնում է հայցմավուրքն այս օրինակով. Երբ Պողոսն աթենացիներին քարոզում էր անծանոթ Աստծո մասին, նրա առջև կանգնեցրին մի կույրի, որ լուսավորվի։ Այն ժամ Դիոնիսիոսը, որ քաղաքի գլխավորն էր, ասաց. «Մի դիպչիր նրան ձեռքով, այլ հեռու մնա, և ասա, որ բացվի Քրիստոսի անվամբ, և եթե կույրի աչքերը բացվեն, կհավատանք նրան, ում դու քարոզում ես»։ Պողոսը պատասխանեց. «Դու ասա այդ, և տես իմ Աստծո զորությունը»։ Այն ժամ Դիոնիսիոսը բարձր ձայնով, ձև չառած հավատով ասաց, թե «Ով կույր, թող բացվեն քո աչքերը Քրիստոսի անվամբ»։ Նույն պահին կույրի աչքերը բացվեցին, և Դիոնիսիոսը հավատաց Քրիստոսին, նրա հետ էլ քաղաքից շատերը, և ապա Դիոնիսիոս քաղաքապետը դարձավ եպիսկոպոս։ Դիոնիսիոսի աստվածաբանական գրքերից հայտնի են նաև, թե բարափառ առաջնորդ Հռեթեոսը, ինչպես Դիոնիսիոսի արտաքին գիտությունների ուսուցիչն էր, այնպես էլ նրա դարձից հետո եղավ նրա աստվածային վարդապետության խորությունների մեջ նրան հրահանգողը, քանի որ ինքն ավելի առաջ էր հավատացել, և երկուսով առաքյալների հետ Երուսաղեմում էին Սուրբ Աստվածածնի վերափոխման օրը։ Սուրբ Դիոնիսիոսը Զմյուռնիայի հայրապետի իրեն գրած նամակից իմացավ, որ Ապողոփանես իմաստասերը բամբասում է իրեն քրիստոնյա դառնալու համար և անվանում հայրասպան և հայրենատյաց, հայրենի դիցերին թողնելու պատճառով։ Դիոնիսիոսը սրան պատասխանեց. «Բայց դու գիտես, հուշիր նրան, որ հենց այնպես չեկա Քրիստոսի հավատին, այլ աստվածային ազդմամբ և ահեղ սքանչելիքներով, որով ինքը Ապողոփանեսն էլ պետք է շարժվեր և գար մեր սուրբ հավատին, քանի որ նա Արեգ քաղաքում ինձ հետ էր, երբ Փրկչի խաչելության օրը լուսատուների խավարում եղավ»։ Եվ հորդորեց Պողիկարպոսին, որ ջանա Ապողոփանեսին հավատի բերել, որն էլ Տիրոջով հաջողվեց, որի համար էլ հետո Դիոնիսիոսը Ապողոփանեսին իբրև նոր հավատացյալի մի առանձին նամակ գրեց։ Իր բազում նամակներից բացի Դիոնիսիոսը գրեց նաև ճառեր, աստվածաբանական գրություններ խորին իմաստներով, զանազան պատգամներ, որոնցից շատերն այրեցին և կորցրեցին աթենացիները, իսկ ինչ որ մնաց, ժամանակ անց միայն տարածում գտավ։ Սուրբ Դիոնիսիոս Արիսպագացին Պողոսի կողմից մկրտվելուց հետո 3 տարի քարոզությամբ շրջեց նրա հետ, ապա վերադառնալով Թեսաղոնիկեից առաքյալի կողմից ձեռնադրվեց Աթենքի եպիսկոպոս և շատերին լուսավորեց խոսքով, գրով և իր վարքի սքանչելի օրինակով, առաքելաբար շրջելով և քարոզելով ավետարանը մինչև Տրովադը։ Նրա համբավը տարածվեց բոլոր վայրերում, և նրա մեծ սրբության պատճառով նրան Մակարիոս, այսինքն երանելի էին անվանում։
Մինչ Լակեդեմոնիայում էր, Հռոմից լուր ստացավ, որ Ներոն կայսեր հրամանով Պետրոս եւ Պողոս առաքյալները կապանքի մեջ բանտում են, եւ փութած գնալ նրանց տեսնելու, մանավանդ նահատակակից լինելու նրանց։ Վերադարձավ Աթենք, եւ այնտեղ իր տեղում եպիսկոպոս դնելով Սուրբ Հռեթեոսին, եկավ Հռոմ եւ առաքյալներին մարտիրոսությամբ վախճանված գտավ։ Ապա հանդիպեց Սուրբ Կղեմես հայրապետին եւ նրա հորդորմամբ եւ նրանից գործակիցներ եւ ընկերներ ստանալով շրջեց արևմուտքում, քարոզելով ավետարանը մինչև Ֆրանսիա եւ Գերմանիա։ Նրա հետ էին նրա երկու աշակերտները՝ Հռուստիկոս քահանան եւ Ելևթերիոս Սարգսակը։ Աստծո հրեշտակից հրաման ստանալով նա իր երկու աշակերտներով եկավ նախ Արելատ եւ ապա Փարիզ, որն այն ժամանակ փոքրիկ քաղաք էր, որտեղ մեծ չարչարանքներով, նշաններով եւ զորությամբ վայրենամիտ մարդկանց հավատի հնազանդության բերեց։ Երբ օրեցօր ավելանում էին հավատացյալները, երանելի Դիոնիսիոսը խնդրեց Լեսբիոս անունով ազնվական եւ հավատացյալ մի մարդուց, որ իրեն վաճառի իր ագարակը, այնտեղ մկրտարան եւ եկեղեցի շինելու համար։ Երբ նա կամեցավ ձրի տալ ագարակը, Դիոնիսիոսն ասաց. «Մեր Տերն ու Աստվածը, Հիսուս Քրիստոս, որն աշխարհի արարիչն է, մեր փրկության համար հանձն առավ ծնվել բարձված մի վայրում։ Այդ պատճառով էլ մեզ արժան չէ ձրի ստանալ ավազանից վերստին ծնվելու տեղը, ինչպես որ նրա արյան գնով գնվեց ագարակ իբրև օտարների գերեզման, ապա եւ ինձ արժան է գնել այս ագարակը, որտեղ պետք է Աստծուց օտարացածները եւ բանսարկուից գերվածները ազատվեն կենարարի արյան հաղորդությամբ։ Եթե կամենում ես, վերցրու ագարակիդ գինը եւ բաշխիր աղքատներին»։ Եվ նա այդպես էլ արեց։ Դիոնիսիոսն այնտեղ եկեղեցի շինեց, ձեռնադրեց երեցների, կարգեց պաշտոնյաներ եւ մկրտեց շատերին։ Սրանից հետո Դոմետիանոսի հալածանքների ժամանակ, երբ Սուրբ Հովանես ավետարանիչն աքսորվեց Պատմոս կղզի, Սուրբ Դիոնիսիոսը նրան մխիթարակցության թուղթ գրեց, գուշակելով նրա ողջ Եփեսոս դարձը, ինչպես որ եղավ Նևրասի ժամանակ։ Ապա ասում են, Դիոնիսիոսը տեսության գնաց աստվածաբան ավետարանչին եւ մեծապես մխիթարվելով նրա տեսությամբ այնտեղից վերադարձավ Ֆրանսիա եւ 1 տարի մնաց այնտեղ։ Հեթանոսների Դիոնիսիոսի միջոցով դեպի Տերը դառնալը Փարիզի քրմերի չարությունը բորբոքեց, որոնք էլ հարձակվեցին նրա վրա, բայց տեսնելով Սուրբի վրա երկնային լույսի հրաշալի ցոլքը, չհամարձակվեցին ձեռք տալ նրան։ Եվ երանելին անարգել գործում էր Տիրոջ գործը, մինչև ֆրանսիացիներն ու գերմանացիները իրենք ավերեցին մեհյանները եւ խորտակեցին կուռքերի բագինները։ Իսկ Տրայանոսի հալածանքների ժամանակ նրա հրամանով Փարիզ եկավ Փեսկենիոս Սիսինոս անունով մի ոստիկան, քրիստոնյաներին հալածելու եւ նրանց գլխավորին ծերացած Դիոնիսիոսին կորստյան մատնելու նպատակով։ Արդ սպասավորները բռնելով Սուրբ Ծերունուն բրկեցին պարաններով, ապա նրա երկու աշակերտների Հռուստիկոս Ավաքերեցի եւ Ելևթերիոս Սարգսակապետի հետ քարշ տալով ու ծաղրելով բերեցին իշխանի առջև։ Ոստիկանն ասաց Դիոնիսիոսին. «Ասա, որ Աստծուն ես պաշտում»։ Այն ժամ 3 սուրբերը միաբերան ասացին. «Քրիստոս Աստծուն, հոր էակցին եւ Սուրբ Հոգու փառակցին» եւ սկսեցին քարոզել Քրիստոսի փրկական տնօրինությունների երկրորդ անգամ գալստյան եւ տիեզերքը դատելու մասին։ Իշխանն ասաց. «Դուք այն ասեք, հնազանդվում եք արդյոք կայսերը անմահդիցերին պաշտելով, ապա թե ոչ, թողնելով խոսքերը ծեծով կհարցակնեմ ձեզ»։ Այդ ժամանակ առաջ եկավ Լեսբիոսի կինը, Լարկիան, եւ բողոքեց Դիոնիսիոսից, թե դա իր մոգությամբ հիմարացրեց իմ մորը եւ քաշեց դեպի իր մոլորությունը։ Իշխանը կանչել տվեց Լեսբիոսին եւ նրան հարցակնելով եւ հաստատուն տեսնելով Քրիստոսի հավատի մեջ, հրամայեց սրով սպանել նրան։ Իսկ Դիոնիսիոս պատվական ալևորին մատնեց դահիճների ձեռքը, նրան հրապարակավ մերկացնելու եւ ծեծելու, իսկ Սուրբ Հայրապետը գոհանում էր Տիրոջից։ Սաստիկ ծեծեցին նաեւ Հռուստիկոսին եւ Ելևթերիոսին, եւ երեքին էլ ծանր շղթաներով փակեցին խավար բանտում։ Սրանից հետո երկրորդ անգամ նրանց դատելիս մեջքի վրա գցեցին եւ կրկին ծեծեցին։ Եվ երբ տեսան, որ նրանք գոհանում են Տիրոջից, երանելի Դիոնիսիոսին տարածեցին երկաթե մահճակալի վրա եւ ներքևից կրակ վառեցին։ Ապա նրանք իսայրված մարմնով նետեցին քաղցած գազանների առջև։
իսկ Սուրբը ընդդեմ նրանց խաչակնքում էր եւ աղոթում։ Այն ժամ գազաններն հեզությամբ մոտեցան եւ ընկան Սուրբի ոտքերը։ Բռնակալն այս տեսնելով Դիոնիսիոսին նետել տվեց բորբոքված հնոցի մեջ, սակայն Սուրբի աղոթքներով կրակը հանգավ։ Այդ պատճառով էլ նրան փայտի վրա հանեցին, ապա տեսակ կտանքների ենթարկելուց հետո երկու աշակերտների եւ այլ բազում հավատացյալների հետ բանտ նետեցին։ Այնտեղ Սուրբ Հայրապետը մատուցեց պատարագի Սուրբ խորհուրդը, բոլորին զորացնելով Տիրոջ կենարար մարմնի եւ արյան հաղորդությամբ։ Եվ ահա ճաշակման պահին մեծ լույս ծագեց բանտում եւ երևաց փրկիչը հրեշտակների բազմությամբ։ Ինքը վերցրեց Սուրբ խորհուրդը եւ իր ձեռքով հաղորդեց Դիոնիսիոսին եւ ասաց. «Վերցրու այս, իմ սիրելի, որպեսզի շուտով ուրախացնեմ քեզ իմ հոր հետ միասին, քանի որ ինձ մոտ է քո եւ նրանց, ովքեր քեզ կլսեն անպատում գանձը, իմ արքայության մեջ փրկությունը։ Եվ արդ զորացիր եւ քո հիշատակը թող օրհնությամբ լինի»։ Այս տեսիլքի հրաշքը տարածվեց հեթանոսների մեջ, որովհետև նրանցից ոմանք Լարկիայի հետ տեսան այն։ Այդ պատճառով էլ սարսափած իշխանը Սուրբին բանտից հանել տվեց եւ կրկին հարցաքննությունից ու ծեծից հետո հրամայեց նրան եւ բոլոր վկաներին հանել քաղաքից դուրս եւ գլխատել Մերկուրիոսի բագինի դիմաց մրցակա Հերմեսի լեռան մոտ։ Այնժամ Սուրբ Դիոնիսիոսը իր ընկերների հետ միասին ծունկի իջավ, աղոթեց եւ երբ ասացին ամեն, դահիճները կտրեցին 3 վկաների՝ Դիոնիսիոսի, Հռոստիկոսի եւ Ելևթերիոսի գլուխները։ Նույն օրը Փարիզի շրջակայքում կոտորեցին նաեւ հավատացյալների այլ բազմության։ Եվ այնտեղ սքանչելի նշան եղավ։ Սուրբ Դիոնիսիոսի մարմինը գլխատվելուց հետո վեր կացավ գետնից եւ վերցնելով իր գլուխը հրեշտակի առաջնորդությամբ հեզիկ գնաց մոտ 2 մղոն, մինչև հասավ այն տեղը, ուր այժմ հանգչում է։ Երկնային լույս էր երևում եւ լսվում էր զվարթունների երգը. «Փառք քեզ, Տեր, ալելույա»։ Այս տեսնելով հեթանոսների բազմության մի մասը վախեցած փախավ, մի մասը հավատաց Քրիստոսին։ Նրանց մեջ էր նաև Լարկիան, որն էլ արժանացավ նահատակության եւ իր սեփական արյունով մկրտության։ Մեկ այլ տիկին, Կատուլա անունով, որին Սուրբ Դիոնիսիոսը տվեց իր գլուխը, որը Քրիստոսին էր հավատացել սքանչելիքների զորությամբ, որոշեց վերցնել նաև Հռոստիկոսի եւ Ելևթերիոսի մարմինները, որոնք դահիճներն ուզում էին նետել գետը։ Նա դահիճներին իր տուն հրավիրեց եւ մեծ ընդունելություն սարքեց։ Երբ նրանք կերան եւ հարբեցին, Կատուլան ուղարկեց իր ծառաներին եւ նահատակների մարմինները տանել տվեց իր ագարակը, որը 6 մղոնով հեռու էր քաղաքից։ Հետո գիշերով հավատացյալների հետ միասին այնտեղից տարավ դրանք եւ Սուրբ Դիոնիսիոսի մարմնի հետ ամփոփեց Հերմեսի լեռան վրա, որն հետո Դիոնիսիոսի եւ նրա հետ նահատակվածների պատվին անվանվեց Մարտիրոսների լեռ։ Ահա այս է Սուրբ Դիոնիսիոս Արիսպագացու շատերի իմացած վկայաբանությունը։ Շատերն էլ համարում են, թե Դիոնիսիոս անունով մեկ այլ Սուրբ եպիսկոպոս է նահատակվել Փարիզում իր 2 ընկերների հետ, բայց որովհետև հայտնի չէ այս, կարելի է ասել, որ եթե անգամ 2 Դիոնիսիոսներ կան, ապա 2-ի հիշատակն էլ բոլոր եկեղեցիներում միասին է տոնվում, իբրև մեկի։ Հալածանքներից հետո Ֆրանսիայում Սուրբ Դիոնիսիոսի տապանի վրա մի հոյակապ տաճար կառուցվեց, որտեղ բազմաթիվ սքանչելիքներ եւ բժշկություններ եղան։ Սուրբ Դիոնիսիոսի բարեխոսությամբ բոլոր ժամանակներում էլ Աստված ցույց է տալիս իր այցելությունը նրանց, ովքեր հավատով դիմում են նրան։